Ողջույն, ես Անի Աբովյանն եմ։ Այսօր պատրաստել ենք հատուկ հաղորդում, որի նպատակն է անդրադառնալ Հայաստանում երիտասարդների հիմնախնդիրներին, մասնավորապես զբաղվածությանը, աշխատաշուկայի խնդիրներին, պահանջներին, երիտասարդների կարողություններին և հնարավորություններին։ Վերջին տարիներին Հայաստանում իրականացվեց EU4Youth երիտասարդների զբաղվածություն և ձեռներեցություն ծրագիրը, որի շնորհիվ բազմաթիվ երիտասարդներ հնարավորություն ստացան ձեռք բերելու նոր կարողություններ, հմտություններ և հատկապես ծանոթացան սոցիալական ձեռնարկատիրությունը և իհարկե նոր հմտություններով հարստացած մուտք գործեցին իրական աշխատանքային դաշտ։ Հայաստանում երիտասարդների աշխատաշուկայի հիմնախնդիրների մասին, պետական օրակարգի և իրականացվող ծրագրերի մասին կզրուցեմ իմ հյուրերի հետ։ Սիրով ներկայացնեմ իմ հյուրերին։ Աննա Եղոյան, երիտասարդական աշխատանքի և երիտասարդական քաղաքականության փորձագետ, Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպություն։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Սուրեն Մխիթարյան, Քոդ սոցիալական ձեռնարկատիրության հաբի հիմնադիր, ինչպես նաև մեր նշած EU4Youth երիտասարդների զբաղվածության և ձեռներեցության ծրագրի շահառու։ Եկեք սկսենք երիտասարդների կարիքների գնահատումից, եկեք առաջին մասը Աննա ձեզ հետ քննարկենք։ Դուք շատ եք աշխատում երիտասարդների հետ և մարզերում, և Երևանում, այսինքն բավականին լավ ծանոթ եք երիտասարդների կարիքներին, պահանջներին։ Ելնելով ձեր փորձից, որն են մեր երիտասարդների ամենամեծ, այսպես և ապագայի հույսը, և մտահոգությունները կապված իրենց ապագայի հետ ու մասնավորապես մասնագիտական դաշտում և աշխատանքի ոլորտում աշխատանք գտնելու, հաստատվելու, կայանալու։ Շատ լավ, շնորհակալություն առաջին հերթին հրավերի համար, ինձ համար շատ հաճելի է խոսել այս թեմաներով, որտեղ երիտասարդների զբաղունակությունը, զբաղվածությունը և սոցիալական ձեռներեցությունը իրականում այն հիմնական ուղղություններից են, որոնց շուրջ մենք աշխատում ենք երիտասարդների հետ, որտեղ երիտասարդին պատրաստել կյանքին նշանակում է պատրաստել նաև իրենց աշխատաշուկա մտնելուն։ Երիտասարդների մտահոգությունները և իղձերը զբաղվածության ոլորտում իրականում տարեց տարի չեն էլ փոխվում շատ, ուղղակի անորոշություններն են ավելացել։ Եթե առաջ երիտասարդների կյանքը և ընդհանրապես մեր բոլորի կյանքը գծային ձևով էր դասավորվում, այսինքն մենք գիտեինք, որ մենք սովորում ենք, ստանում ենք մասնագիտություն, ընդունում ենք աշխատանքի, երկար ժամանակ աշխատում ենք նույն վայրում, նույն մասնագիտությամբ, ունենում ենք ինչ-որ աշխատանքային առաջխաղացում, ինչ-որ մի պահի գնում ենք ապահով ծերությունը վայելելուն, այսօր այնքան արագ է զարգանում միջավայրը, որ այդ գծային կյանքը այլևս անհնար է։ Այսինքն յուրաքանչյուր տարին վրա յուրաքանչյուր տասնամյակում մենք տեսնում ենք, որ այդ փոփոխությունները շատ ավելի արագ են լինում եւ երիտասարդները իհարկե ունեն որոշակի մտահոգություններ, թե արդյոք այն մասնագիտությունը, որը ստանում են այսօր, ինքը ակտուալ է լինելու նույնիսկ իրենց մասնագիտությունը դիպլոմը ստանալու օրը, ինչքանով են այդ փոփոխությունները ազդելու իրենց վրա ու ինչ հմտություններ ստանալ, որոնք անկախ կյանքի աշխարհի փոփոխություններից դեռևս մնալու են ակտուալ։ Եվ այստեղ ինձ թվում է շատ կարևոր է, որ գիտակցեն եւ երիտասարդները եւ երիտասարդների հետ աշխատող մասնագետները, որ գուցե պետք է սկսել հենց այդ բազային հիմնարար հմտությունների ուսուցանումից, որոնք անկախ փոփոխությունների ակտուալ են մնալու նաեւ ասենք 10 տարի հետո, եւ այդքան շատ չկենտրոնանան այն վախերի վրա, որոնք կապված են կոնկրետ մասնագիտության ուսուցման հետ։ Իսկ այդ բազային հմտությունները որոնք են։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Իհարկե դրանք եւս տարեց տարի փոխվում են։ Եթե մենք նայում ենք ու հաճախ նայում ենք համաշխարհային տնտեսական ֆորումի արդյունքներին, օրինակ կանխատեսումների 2030 թվականի համար ասում են, որ թվային հմտություններն են լինելու առաջին տեղերում, այսինքն եթե 2023 թվականի համար կանխատեսումները ցույց էին տալիս, որ մեծ տվյալների, արհեստական բանականության, թվային գործիքների հետ աշխատանքը առաջին տասնյակի վերջում էր գտնվում, այժմ դա գտնվելու է առաջին տասնյակի սկզբում։ Իսկ այլ հմտություններ, որոնք մենք իրականորեն կարող ենք տալ երիտասարդներին, նաև երիտասարդական աշխատանքի միջոցով, օրինակ ինչպիսին են դիմակայունությունը, ճկունությունը, ստեղծարարությունը, առաջնորդական հմտությունները, հաղորդակցումը, մարդկանց հետ հարաբերվելու տարբեր տեսակի տեխնիկաներ, դրանք եւս մնալու են ակտուալ անկախ տեխնոլոգիական զարգացումներից, նույնիսկ այս պահից 10 տարի հետո։ Դրա համար մենք կարող ենք վստահաբար ասել, որ երիտասարդների
գուցե այն կոշտ հմտությունները, մասնագիտական հմտությունները կարող է այլևս ակտուալ չլինեն որոշ մասնագիտությունների ակտուալությունը կորցնելու պատճառով, բայց փափուկ հմտությունների, ճկուն հմտությունների մեծ մասը ինքը ամեն դեպքում մնալու է ակտուալ եւ այն բոլոր հմտությունները, որոնք կապված են մարդը մարդու հետ եւ մարդը տեխնոլոգիայի հետ աշխատանքի, դրանք միշտ շատ պահանջված են լինելու։ Շատ ենք լսում այդ ապագայի հմտություններ արտահայտությունը էս ձեր թվարկածած մեջ, հա, որպես մասնագետ, որոնք եք դասակարգում այդտեղ կամ գուցե այլ հմտությունների այդ թվարկված բոլոր հմտությունները, եթե իրենք ակտուալ են, հա, կանխատեսումները ասում են, որ ապագայում ակտուալ են լինելու, ես այդպես եմ նայում, ապագայի հմտությունների արտահայտությունը ինքը ամեն օր փոխվում է, եւ եթե 23 թվականին ինձ հարցնեին, որն է ապագայի հմտությունները, ես գուցե այլ պատասխան տայի, այժմ ինձ թվում է այդ երկու մասի կարող ենք բաժանել, հա, մեկը այդ տեխնոլոգիական հմտություններն են, արհեստական բանականության եւ մեծ տվյալների հետ աշխատանքի, տվյալների ընդհանրապես վերլուծության հմտությունները եւ այլն, եւ մյուսը այդ ճկուն հմտությունների այդ բլոկն է, որոնց մեջ իմ կարծիքով ամենաառաջնայինը կլինի հենց ճկունությունը որպես այդպիսին, դիմակայունությունը եւ արագ ադապտացվելը փոփոխվող կյանքին, որտեղ այդ փոփոխությունները այնքան արագ են, որ երևի ամենակարևոր հմտությունը հենց այդ արագությանը, այդ տեմպին դիմանալու հմտությունն է։ Ամենասկզբում նշեցի, որ մարզերում շատ եք աշխատում երիտասարդների հետ ու միշտ կար այդ խնդիրը, որ մարզերի երիտասարդները կարծես իրենց հեռացված են զգում նոր հնարավորություններից, նոր հմտություններ ձեռք բերելու կարողություններից, զուտ ֆիզիկապես, քանի որ շատ բաներ Երևանում է կենտրոնացած։ Հիմա այդ պատկերը որքանով է փոփոխվել ու որքանով է այսպես դրական տեղաշարժ ունենում դեպի մարզեր։ Հետաքրքիր է այս հարցի պատասխանը, ինձ թվում է նույնիսկ խնդիրը այդքան էլ աշխարհագրական չէ, ինչքան որ սոցիալական է, որտեղ ես համոզված եմ, որ Երևանում էլ կան երիտասարդների շատ տարբեր խմբեր, որոնք այդքան էլ ներառված չեն եւ այդքան էլ ակտիվ չեն կարողանում մասնակցել սոցիալական, մշակութային, քաղաքացիական այլ գործընթացների մեջ։ Այստեղ իմ հույսը եւ օրենքը երիտասարդական քաղաքականության մասին տարբեր տեսակի գործընթացներ, որոնք մեկնարկել են, այն է, որ մենք գնում ենք դեպի երիտասարդների հետ աշխատանքի ապակենտրոնացում, քաղաքական իմաստով երիտասարդական քաղաքականության առումով, այսինքն հնարավորությունները ապակենտրոնացվում են նաև օրենսդրության շնորհիվ։ Ինչ է սա նշանակում, որ Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում պետք է լինեն այն միջավայրերը, եւ դա ասում է օրենքը երիտասարդական քաղաքականության մասին, որ երիտասարդները ունենան հնարավորություն հենց իրենց համայնքում ձեռք բերել տարբեր տեսակի հմտություններ։ Եվ եթե մենք այդպես պատկերացնենք, իհարկե դա շատ փուլային, դանդաղ process է լինելու, բայց մի քանի տարի հետո ցանկացած համայնքում պետք է լինի այն միջավայրը, որտեղ երիտասարդը կունենա զարգանալու, կրթվելու հնարավորություն։ Իհարկե, չեմ կարծում, որ միանգամից կամ շատ հեշտությամբ հնարավոր կլինի այդ տարբերությունները մեծ քաղաքների եւ փոքր քաղաքների բնակավայրերի Երևանից կամ խոշոր քաղաքներից հեռավորության պատճառով շատ արագ ջնջել, բայց կարծում եմ, որ մոտեցումը ճիշտ է եւ եթե համայնքները արդեն տեղական ինքնակառավարման մարմինները իսկապես գիտակցեն կարևորությունը իրենց երիտասարդներին ապագային պատրաստելու կամ հենց ներկային պատրաստելու, ինձ թվում է որոշակի հաջողություններ ունենալու նախադրյալներ կան։ Շնորհակալություն։ Սուրեն, որպես Աննայի խոսքի շարունակություն, գիտեմ, որ քո սոցիալական ձեռնարկատիրության հաբը շատ է աշխատում երիտասարդների հետ ու նաև մարզերում ու գիտեմ, որ դուք նաև ունեք ծրագրեր, որ հիմա իրականացնում եք նաև մարզային կենտրոնների հետ, ինչպիսին է իրավիճակը, որքանով է դա ազդում մարզում ապրող երիտասարդների կյանքի վրա եւ գուցե նախ ընդհանուր ասեք, հա, ընդհանուր ինչքանով է փոխում ընդհանրապես ծրագիրը, որքանով է ազդում երիտասարդների նոր որակներ, հմտություններ ձեռք բերելու վրա ու նաև մարզային երիտասարդների ներգրավվածությունը հենց ծրագրի շնորհիվ։ Իրական որ խոսում ենք, էլի, թեկուզ հենց ոչ ֆորմալ կրթությունից, նախ այդ շատ երիտասարդներ կան, ովքեր ընդհանրապես չեն մասնակցել էլի նման ծրագրերի, այսինքն առաջին անգամ են մասնակցում ու իրենց համար բնականաբար շատ ավելի խորթ է էլի ամեն ինչը, որտեվ այն ինչ որ մենք ենք, չէ, փորձում են, օրինակ կանա շատ է նշում ճկունությունը, կամ նույն երբ որ խոսում ենք օրինակ ձեռնարկատիրությունից, այդտեղ ամենակարևոր բանը էս մեկը օրինակ, չգիտեմ, ձախորդվելուց չվախենալն է։
բայց դա մի բան է, որ մենք միշտ պատժվում ենք, էլի, չեմ սկսած դպրոցից, ընտանիքում այդ ինչ-որ սխալ բան ենք անում, գիտենք, որ օրինակ է սխալի համար պետք է պատժվենք, բայց իրականում այդ ճկունությունը, նորարարությունը, ձեռնարկատվությունը առանց դրա չի լինի, այսինքն տեղա, որ ինչ-որ նոր բան է ծնվում, տեղա, որ ինչ-որ նոր բան ոնց որ տեղի է ունենում, եւ դրա համար օրինակ շատ երիտասարդներ վախենում են իսկ խոսել, էլի, այսինքն ինչ-որ բաներ ասել, մտածել որ գուցե ինչ-որ սխալ բան կարող են ասել, բայց դրա համար առաջին հերթին այդ կարծրատիպերի հետ, ստերեոտիպերի հետ ոնց որ աշխատանքն է, որ փորձում ենք օրինակի համար ոնց որ կոտրել։ Բայց գլոբալ իմաստով այն հնարավորություն ինչ որ մեկն ավելի ստեղծում ենք մեզ համար, որ իրենք պրակտիկ ինչ որ մի բան անեն։ Այսինքն մեր բոլոր ծրագրերի հիմքում մենք ուզում ենք որ իրականում որոշակի գործնական բան անեն, օրինակ այդ ձեռնարկատիրական ծրագիրը երիտասարդները ոչ թե ուղակի մասնակցեն ինչ որ դասընթացի, ուղակի ինչ որ լավ խելացի բաներ դասեն, այլ իրենք հենց պրակտիկ կարողանան դա ոնց որ իրագործել ու հենց իրենց փորձի միջոցով այդ ամենը սովորել։ Ու դրա համար մեր բոլոր ծրագրերում մենք ոնց որ ուղղորդում ենք էլի երիտասարդներին, որ որոշակի գործողություններ անեն, թեկուզ սկսելով էլի շատ որոշակի փոքր բաներից, բայց մենք ինչ ենք էլի անում, օրինակ իրանք իրենց համայնքի կարիքներն են լավ ոնց որ վերլուծում ու նաև բացի կարիքներից նաև հնարավորությունները, որտեղ այստեղ էլի որոշակի խնդիր կա, որ առաջին հերթին երիտասարդները նայում են դասական խնդիրները, էլի որ չեմ, ասֆալտ չկա, այս ճանապարհն ասենք ընդհանուր վատ, աղբանության որոշակի խնդիրներ, պլաստիկ եւ այլն, այսինքն իրենք բնականաբար ակտուալ խնդիրներ են, բայց մեզ համար կարևոր է որ որոշակի խնդիր լինի, որ նախ եւ առաջ երիտասարդներն է հետաքրքիր, որ իրանք ինչ որ մի բան են անում, որ նախ իրենց ուժերի սահմանում է, երկրորդ իրենց հետաքրքրությունների սահմանում է։ Ու այս ոնց որ առաջին քայլն է, բայց երկրորդ մենք ոնց որ փորձում ենք խորանալ, հա, որ իրենց ուղղորդենք, որ իրենք լավ խորանան այդ խնդրի մեջ, վերլուծեն, հասկանան դրա պատճառները, եթե օրինակ աղբան չեմ, լավ պլաստիկ է ենթադրենք դիքը քաղաքում ասենք աղտոտված, ինչի համար, ինչ են երիտասարդները թափում, ինչ են մեծահասակները թափում, փորձեն հենց համայնքի բնակիչների հետ խոսել, ուտեղ ոնց որ շատ տարբեր պատճառներ են էլի դուրս գալիս, բայց մենք ոնց որ փորձում ենք առաջին հերթին կարիքները ոնց որ վերհանենք իրենց հետ, երկրորդ իրենց օգնենք որ որոշակի հետաքրքիր ու նորարարական լուծումներ ոնց որ ձեռք բերեն, ու դրանից հետո երբ որ ունենում են արդեն գաղափար, ունենում են որոշակի թիմեր, փորձում ենք իրենց ուղղորդել, որ իրենք պրակտիկ կերպով փոքր քայլերով իրականացնեն։ Բնականաբար կարող է իրենց գաղափարը շատ մեծ է, ուզում են ինչ-որ մեծ ձեռնարկություն սարքել, ուզում են ինչ-որ չեմ, պլաստիկի վերարտադրման օրինակ գործարան վերամշակման, հա, գործարան ենթադրենք բացել, բայց առաջին քայլը օրինակ չեմ, պետք է լինի, որ իրեն գնան որոշակի քանակի, չեմ, մի քանի տոննա պայմանական, հա, պլաստիկ հավաքեն իրենց երիտասարդական խմբով, փորձեն որոշակի գործարանի հետ օրինակ գնան արդեն համագործակցեն, որոշակի պրոդուկտը տեղից արտադրեն, դա փաստացի վաճառեն ու ոնց որ դες նույնիսկ գումար աշխատեն։ Այսինքն մեր միշտ նպատակը այդ փոքր քայլերով իրենց ուղղորդելն է, որտեվ դա իրենց շատ ավելի ազդեցություն է թողում էլ իրենց վրա, շատ ավելի շատ բան են իրենք սովորում, քան ուղղակի որոշակի բան լսելով։ Բայց բնականաբար նաև մենք այդ փորձը պետք է ոնց որ վերլուծենք, ուրիշների հետ փորձենք ինչ-որ ձև համատել, որ այս մի մարզում էսպես ինչ-որ լավ փորձ եղավ կամ ինչ-որ մի ձախորդում օրինակ եղավ, ինչի համար դա լավ եղավ, ինչի համար վատ եղավ, որ նաև ուրիշները այդտեղից ոնց որ սովորեն։ Բայց մեր գլոբալ ոնց որ նպատակը էլի նույնն է, էլի որ մենք ուզում ենք որ երիտասարդները ակտիվ լինեն, ուզում ենք որ իրենք ուղակի չսպասեն, էլի որ հեսա ինչ-որ մեկը կգա, իրենց համար աշխատատեղ կստեղծի, որտեվ իրականում հատկապես մարզային հնարավորությունները ավելի քիչ են, շուկաները ավելի փոքր են, այսինքն բիզնեսներ, անողները ավելի քիչ են, ուտեղ ուղղակի որ երիտասարդները սպասեն, որ ինչ-որ մեկ իրենց համար աշխատանք պետք է ստեղծի, ոնց որ գրեթե չի լինում, էլի որ բոլոր աշխատատեղերը, այսպես ասած, ոնց որ ստեղծեն ու բոլորը լրացվեն։ Դրա համար շատ երիտասարդներ ասում են, լավ, գնանք Երևան, գնանք գուցե այլ երկիր, որտեղ ավելի շատ հնարավորություններ կան, բայց մեր խնդիրն է օգնենք երիտասարդներին, որ իրենց հենց համայնքի համար ստեղծեն հնարավորություններ։ Առաջին հերթին բնականաբար իրենց համար, որտեղ ցանկացած բիզնեսմեն առնվազն իր համար որոշակի աշխատատեղ ստեղծում է, բայց մենք բնականաբար խրախուսում ենք, որ իրենք փորձեն մեկ քայլ առաջ գնալ եւ ստեղծեն նույն աշխատատեղ, օրինակ իրենց համայնքի այլ բնակիչների, իրենց ընկերների, բարեկամների, հարևանների եւ այլն, այսինքն ինչքան լայն բնականաբար այդքան ավելի լավ, բայց այստեղ իրանք երբ որ պրակտիկ ոնց որ անում են այդ քայլերը, արդեն ռեալ տեսնում են, էլի, որ իրենք կարող են այդ փոփոխությունը բերել։ Ու նաև այստեղ շատ լավ ինչն է, որ երբ որ լավ օրինակ որոշակի լինում է, դա նաև վարակիչ է լինում, այսինքն դու արդեն ցույց ես տալի, որ ոչ թե չգիտեմ, ասենք Բերլինում կամ չգիտեմ որտեղ ինչ որ sense լավ բան են արել, այլ կոնկրետ այս ինչ համայնքում, այս ինչ երիտասարդը sense լավ նախաձեռնություն է արել ու այդ շատ ավելի վարակիչ է ու տենց լիքը չեմ թեկուզ դասընթացների լիք ինչ որ ելույթներից շատ ավելի շատ է ազդում երիտասարդների վրա, երբ որ իրենք կենթանի օրինակ են տեսնում, որ իրենց հասակակիցին ինչ որ լավ բան է արել իր համայնքի համար, հիմա գումար է աշխատում, համայնքի համար խնդիրներ լուծում ու այդ իրականում մեր համար տենց ամենաոգեորիչ բան է, որ փորձում ենք էլի անել ընդհանրապես։
Պատկերացնում ինչքան ոգևորիչ է, որ երբ որ խոսում եք, ես ընթացքում էի մտածում, որ որպես ծրագիր իրականացնող, ինչքան ոգևորող է, ինչքան sense ուրախացնող է, երբ որ տեսնում ես այդ տրանսֆորմացիան, փուլ առ փուլ ոնց է ընթանում, հա, որ եթե իրանք սկզբում չեն հավատում այդ բանի փուլերով են գնում, հա, սկզբում մերժում են, հետո ընդունում են եւ այլն, այսինքն ստացվում է, որ երիտասարդները ընկալում են, հա, աշխատաշուկայի իրական պահանջները ու իրենք ինքնուրույն վերափոխվում են մասնագետի, որի կարիքը ունի շուկան։ Իրականում շատ կարևոր բան եք ասում, որտեվ օրինակ հիմա հատկապես ես խոսում եմ այս շատ ձեռնարկատվության ու սոցիալական ձեռնարկատվության տեսանկյունից, բայց այդտեղ նույնիսկ երբ որ երիտասարդը դա ամեն ինչ անում է, ինքը պրակտիկ որոշակի ձեռնարկություններ օրինակ ստեղծում, որոշակի փորձում են զարգացնել, նա ձեռք է բերում մի շարք հմտություններ, որ իրեն միանշանակ պետք են գալու աշխատաշուկայում։ Եթե նույնիսկ ինքը օրինակ չուզենա երկարաժամկետով բիզնեսով զբաղվել կամ ուզենա օրինակ կարիերայի ճանապարհով գնալ, միևնույն է, օրինակ մենք ունենք երիտասարդներ, որ տենց շատ, ասենք, հանգիստ են, օրինակ չեմ դասերին նստած ինչ-որ խելոք լսում են, բայց օրինակ վերջում աննորմալ ձև են իրանք էլի փոխվել, այսինքն իրենց ակտիվությունը, իրենց խոսելու վստահությունը, իրենց օրինակ չեմ ինչ-որ product են վաճառում, արդեն որ իրականում արդեն վաճառք արել են ու հիմա կարողանում են շատ հանգիստ, որովհետև գիտեն, որ աշխատում է, արդեն առաջին, երկրորդ, երրորդ վաճառքը վախենում են, հիմա տեսնում են, որ աշխատում է, արդեն ավելի վստահ է ամեն ինչի ոնց որ վաճառում են, լավ կարողանում են խոսալ, լեզուները զարգացնում են ու ավելի ճկուն են դառնում, ավելի նախաձեռնող են դառնում ու այն հատկություններն են ու նաև այն հմտություններն են, որոնք աշխատաշուկային պետք են ու ցանկացած ձեռնարկության էլի բնական որ եթե ինչ-որ աշխատող ավելի նախաձեռնող է, որոշակի ինչ-որ ինովացիոն մտածելակերպ ունի, կարողանում է ճկուն լինել, ինչ-որ խնդիրներին հետաքրքիր լուծումներ տալ, բնականաբար այդ մարդը ավելի արժեքավոր կլինի աշխատաշուկայում, քան ոչ այդ հմտությունները չունեցող էլի, այսպես ասած անձը։ Այսինքն այս process-ով անցնելով իրենք նաև ոչ միայն ձեռնարկատեր են դառնում, այլ նաև դառնում են շատ ավելի, այսպես ասած, ուժեղ կադր հենց աշխատաշուկայի համար։ Երիտասարդ տարիքում բավականին փորձառու մասնագետ են դառնում։ Շնորհակալություն, մենք ոնց որ կարիքների ընդհանուր գնահատում արեցինք, հիմա կուզեմ խոսենք ավելի մեր պետական, երիտասարդական քաղաքականության օրակարգից եւ շատ ուրախ կլինեմ Սուրեն, եթե կարողանաք այսպես գնահատել EU4Youth սոցիալական ձեռնարկատիրության ծրագրի արդյունքները, հա, դուք որպես իմպլեմենտատոր։ Եկեք մեր օրակարգից խոսենք, Աննա, խնդրում եմ ասեք դուք որպես պետակ եւ օրենքի մշակմանը ակտիվ մասնակցած մասնագետ մեր երիտասարդական քաղաքականության շրջանակը, հա, որ վերջին տարիներին մշակվում է, որքանով է դա նպաստում իրական պրակտիկ հնարավորությունների ձևավորմանը, որքանով է, այսպես ասած, իր վերջնանպատակին որքանով է մոտենում։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Ինձ թվում է սկսենք նրանից, թե ինչ է սահմանում երիտասարդական քաղաքականությունը, որտեղ պետական երիտասարդական քաղաքականությունը ունի որոշակի շրջանակ, բայց դրանից դուրս շատ տարբեր քաղաքականություններ նույնպես երիտասարդների վերաբերյալ դրույթներ պետք է ունենան, հա։ Պետական երիտասարդական քաղաքականությունը, այնպիսին ինչպիսին ինքը սահմանվում է երիտասարդության մասին, երիտասարդական քաղաքականության մասին օրենքով, ինքը ավելի շատ քաղաքացու, ակտիվ քաղաքացու, կոմպետենտ անձի, պատասխանատու անձի ձևավորմանն է ուղղված։ Այսինքն տարբեր բաներ, որոնք երիտասարդը պետք է ստանա, ունենա պետական տարբեր տեսակի հնարավորություններ, որոնք պետք է օգտվի, ինքը խաչվում է այլ քաղաքականությունների հետ։ Օրինակ զբաղվածության քաղաքականությունը, տնտեսական քաղաքականությունը, առողջապահությունը եւ այլն, իրենք բոլորն էլ իհարկե այդ տարիքային խմբի հետ առնչվում են։ Հիմա ինչն է առանձնահատուկ պետական երիտասարդական քաղաքականության կամ երիտասարդական քաղաքականության օրենքի շրջանակի հետ կապված, ես 3 բան երևի կառանձնացնեի։ Առաջինը դա ապակենտրոնացումն է եւ տեղական մակարդակում, համայնքային մակարդակում, համայնքային երիտասարդական քաղաքականությունների մշակման օրակարգն է, պարտադրանքը, հա, կարելի ասել։ Այսինքն օրենք սահմանում է, որ յուրաքանչյուր համայնք ելնելով իր երիտասարդների հետաքրքրություններից, կարիքներից, հնարավորություններից եւ այլն, պետք է մտածի իր գործողությունների, իր տեղական ռազմավարությունը, որով նպաստելու է երիտասարդների ներուժի բացահայտմանը եւ այդ ներուժը ի նպաստ հենց երիտասարդների եւ ավելի լայն համայնքի օգտագործմանը։ Իմ կարծիքով սա շատ կարեւոր առաջընթաց է, եթե մենք նայում ենք ընդհանրապես նաեւ եվրոպական պրակտիկայի մեջ, ապակենտրոնացված իրականացումը երիտասարդական քաղաքականությունների ավելի է մոտեցնում երիտասարդներին հնարավորությունները,
Երկրորդը դա այդ միջավայրերի ստեղծումն է, օրենքով նաև սահմանվում է յուրաքանչյուր համայնքում երիտասարդական կենտրոնի կամ երիտասարդների համար հարմարեցված միջավայրերի ստեղծումը։ Սա եւս շատ կարեւոր է, որովհետեւ մենք գիտենք նախկինում նմանատիպ միջավայրեր շատ քիչ են եղել, հիմնականում մայրաքաղաքում կամ մեծ քաղաքներում են եղել, եւ ոչ միայն միջավայրերի ֆիզիկական արտահայտումը, այլ նաև այն մասնագետների, որոնց մենք անվանում ենք երիտասարդական աշխատողներ, արկայությունն է այդ կենտրոններում, որոնք օգնում են հենց երիտասարդներին հասկանալու իրենց շուրջ կատարվող փոփոխությունները, աշխարհը եւ օգնում են երիտասարդներին, ինչու՞ չէ, նաեւ մասնագիտական կողմնորոշման հարցերում, նաեւ հմտությունների զարգացման հարցերում եւ այլն։ Ինձ թվում է այս երկու կարևոր բանը որ կա, երիտասարդական կենտրոնները եւ տեղական երիտասարդական քաղաքականությունները իմ համար օրենքի միջի ամենակարևոր դրույթներն են, որտեղ դրանք մոտեցնում են երիտասարդական քաղաքականությունը եւ հնարավորությունները երիտասարդներին։ Դուք նաև գործնականում եք առնչվում այդ կենտրոնների հետ, ինչպիսին է արձագանքը, հա, համայնքի ներկայացուցիչների ոնց են ընկալում, արդյոք կարողանում են այդ կենտրոնները իրենց նպատակին ծառայել, որովհետև գիտենք միշտ երբ ինչ-որ նոր բան ա լինում, մարդկանց արձագանքը շատ միանշանակ չի լինում, բայց ինչ-որ ժամանակի ընթացքում արդեն գնահատականն է փոխվում, գուցե արդյունքներն են տեսնում, այ ինչպիսին է հիմա ու մոտավոր ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը։ Շատ լավ։ Նախ երևի ասեմ, որ երիտասարդական կենտրոնները որպես ֆենոմեն Հայաստանում իրանք նորություն չեն։ Ուղղակի պետական քաղաքականությունը նորություն է, այսինքն այդ տենդենսը, որ բոլոր համայնքներում լինին այդ միջավայրը, դա է նորությունը։ Եվ քանի որ եղածները, որոնք արդեն կան որոշները, որոնք տասնամյակի գործունեություն ունեն, միշտ լավ արդյունքներ, դրական արդյունքներ են ցույց տվել, ինձ թվում է ավելի շատ այդ արձագանքների տեսանկյունից գերակշռում է ոգևորությունը։ Այստեղ երկրորդ հարցն է ավելի շատ, որ այդ ոգևորությունը պետք է զուգորդվի նաև համապատասխան ունակություններով, որպեսզի այդ աշխատանքը իսկապես կատարվի պրոֆեսիոնալ մակարդակում։ Սա շատ կարևոր է եւ երիտասարդական աշխատողների, համայնքապետարանների աշխատակիցների եւ կենտրոնների երիտասարդական աշխատողների, այսպես պարբերական վերապատրաստումները, որպեսզի իրենք կարողանան երիտասարդներից շատ հետ չմնալ եւ կարողանան երիտասարդներին աջակցել։ Պրակտիկ փորձից ելնելով ես 3 եւ առաջի օրը հանդիպումների էի, մշակվել է երիտասարդական կենտրոնների գործունեության կարգ եւ մեթոդաբանություն, պատիվ եմ ունեցել այդ աշխատանքային խմբում լինել եւս, եւ մենք հանդիպում էինք Հայաստանում ստեղծված 25 երիտասարդական կենտրոնների համակարգողների հետ միասին քննարկելու թե որոնք են զարգացման հնարավորությունները, հեռանկարները, պլանավորելու աշխատանքը եւ ես շատ մեծ ոգևորությամբ եմ վերադարձել այդ հանդիպումից, որովհետեւ ես տեսնում եմ, որ բաներ, որոնք գուցե 5 տարի առաջ մենք պատկերացնում էինք տեսության մեջ կամ փորձագիտական համայնքը գիտեր, որ դա հնարավոր է, բայց համայնքներում, տեղում, Հայաստանի մարզերում դա այդքան էլ հասկանալի կամ ընկալելի չէր։ Այսօր մենք խոսում ենք նույն բառերով։ Սա արդեն շատ մեծ քայլ է։ Իսկ հաջորդ քայլը կլինի արդեն, որ այս ծրագրերը, տարբեր ծրագրեր, թե պետական եւ թե միջազգային, օրինակ ինչպիսին EU4Youth-ն է, զինի երիտասարդական կենտրոններին եւ երիտասարդական աշխատողներին այն հմտություններով, որ իրենք կարողանան տեղում այդ փոփոխությունները բերել։ Ինձ թվում է հիմնական մարտահրավերը հենց դա է, որ այդ տարածքները, որոնք լինելու են, ֆիզիկական տարածքները լցվեն այնպիսի բովանդակությամբ, որը իսկապես այսօր երիտասարդի համար կարեւոր է, նշանակալից է, պետք է։ Եվս մեկ բաղադրիչ, որը միշտ կարևորվում է ներառականությունը։ Այդ առումով ինչ բարելավում ունենք։ Երիտասարդության մասին օրենքը ինքը երիտասարդական քաղաքականության մասին օրենքը ինքը նշում է, որ երիտասարդական քաղաքականությունը պետք է լինի բոլոր երիտասարդների համար անկախ իրենց իրավիճակից։ Եվ այստեղ հատուկ ուշադրություն պետք է դարձնենք սահմանափակ հնարավորություններով երիտասարդների, իսկ այդ սահմանափակումները եւ երիտասարդների խմբերը շատ մեծ են, տարբեր են։ Մենք իհարկե դասական իմաստով առաջնահերթ պատկերացնում ենք դա ֆիզիկական հարմարեցումները, խնդիրներ, առողջական խնդիրներ, հաշմանդամություն ունեցող անձանց համար, բայց դրանք շատ են։ Եվ մենք պետք է խոսենք տարբեր խմբերի մասին, սկսած, ասենք, ազգային փոքրամասնություններից եւ այլ փոքրամասնություններից, խոսենք տեղահանված երիտասարդների մասին, երիտասարդների, որոնք այս բային դուրս են մնացել կրթությունից եւ աշխատաշուկայից, նիթ երիտասարդները, ովքեր երկար ժամանակ չեն կարողանում գտնել աշխատանք եւ նախադրյալներ դրա համար կան։ Իհարկե, շատ ավելի բարդ է երևի
աշխատանքը հենց այն երիտասարդների համար, ովքեր նաև իրենք չեն հավատում իրենց ուժերին, հնարավորություններին, որովհետև այդ սահմանափակումները ոչ միայն ֆիզիկական են կամ օբյեկտիվ սահմանափակումներ են, որոնք իսկապես կան, այլ նաև այդ ինքնավստահության եւ սեփական ուժերին չհավատալու մեջ են։ Սա շատ կարեւոր է երիտասարդների հետ այնպիսի աշխատանք տանել, որ իրենց հասանելիք հնարավորություններից օգտվեն, որովհետև օրենքով եւ տարբեր կարգերով այդ հնարավորությունները բոլորի համար հասանելի են։ Ուղղակի իհարկե երբեմն ավելի հեշտ է ներգրավել արդեն իսկ ակտիվ երիտասարդներին։ Կարծում եմ, որ այս առումով շատ կարեւոր է նաեւ միջոլորտային աշխատանքը, որովհետև շատ հաճախ օրինակ սոցիալական ոլորտը ավելի լավ է տեղյակ ու ավելի հեշտությամբ կարող է հասնել երիտասարդների, ովքեր տարբեր առումներով սահմանափակ հնարավորություններ ունեն, իսկ երիտասարդական կազմակերպությունները գուցե աշխատում են հիմնականում Հայաստանում այն երիտասարդների հետ, ովքեր արդեն իսկ գոնե մի փոքր հասկանում են ոչ ֆորմալ կրթությունից, մի փոքր ավելի ակտիվ են եւ պետք է գտնենք այդ հնարավորությունը եւ տարբեր ծրագրեր կարելի է իրականացնել ու իրականացվում են վերջին տարիներին ավելի մեծ թափով, որոնց մենք անգլերենում անվանում ենք low threshold, ցածր մուտքի շեմով ծրագրեր։ Այսինքն գուցե առաջին հերթին փոքր ինչ-որ հմտությունների զարգացում է լինում, ինքնավստահության բարձրացում է լինում, հետո նոր մենք գնում ենք ավելի այսպես լուրջ թեմատիկ աշխատանքի, ինչը իմ կարծիքով հետզհետե ավելի ակտիվ է դառնում Հայաստանում, բայց իհարկե մենք դեռ երկար աշխատանք ունենք այս ոլորտում անելու եւ մի լավ լուր էլ կա, որ շատ երիտասարդական կազմակերպություններ Հայաստանում իրենք սերտորեն աշխատում են նաեւ միջազգային ծրագրերով եւ դրա շնորհիվ հնարավորություն ունենում են տեսնել արդեն արևմտյան, հյուսիսային եվրոպական երկրների ավելի առաջադեմ փորձին եւ փորձում են դա տեղայնացնել Հայաստանում, ինչը իմ կարծիքով իր պտուղները ժամանակի ընթացքում արդեն ցույց է տալիս եւ ավելի լավ ցույց կտա։ Հենց EU4UTS երիտասարդների զբաղվածության եւ ձեռներեցության ծրագիրը նաեւ այլ ծրագրեր ուներ, որոնք հենց թիրախավորում էին հաշմանդամություն ունեցող մարդկանց նոր հմտություններ սովորեցնելու եւ աշխատաշուկա գործելու համար։ Շնորհակալություն։ Սուրեն, քանի որ դուք ես ամբողջի իմպլեմենտատորն եք, դուք իրականացրել եք ու երիտասարդների հետ աշխատանքում վերջին շրջանում շատ մեծ ուշադրություն է դարձվում ձեռներեցությանը, սոցիալական ձեռներեցությանը, ձեր կարծիքով ինչն է դա խթանում, հա, հատկապես ինչու է այդքան մեծ ուշադրություն դարձնում եւ կխնդրեմ, որ հենց ծրագրի շրջանակում ձեր աշխատանքի արդյունքներից մի քիչ պատմեք։ Շատ լավ։ Իրական ընդհանրապես նախ եթե խոսանք հենց ընդհանրապես ձեռնարկատիրությունից, այսինքն խնդիրը որն է, էլի, այսինքն համ ծրագրեր անելու, համ ձեռնարկատիրության ժամանակ, ոնց որ դու փորձում ես ինչ-որ խնդիր լուծել, որ ինչ-որ խնդիր կա քո համայնքում, դու փորձում ես ինչ-որ ձև դրան լուծում տալ։ Հիմա երբ որ մենք ուղակի որոշակի նախագիծ ենք անում կամ օրինակ որ բնականաբար շատ կարևոր է, բայց օրինակ երիտասարդական որոշակի խումբ, պայմանական 3 ամսով որոշակի ծրագիր է անում, չեմ, ասենք կրթում է իրենց համայնքի պայմանական ինչ-որ երիտասարդների, ինքը բնականաբար ոնց որ ունենում է ազդեցություն, բայց երբ որ այդ process-ը ավարտվում է կամ պայմանական ինչ-որ դրամաշնորհ, ինչ-որ ֆինանսավորում դա ավարտվում է, այդտեղ ոնց որ ավարտվում է արդեն։ Երբ որ խոսում ենք ձեռնարկատիրությունից կամ հատկապես սոցիալական ձեռնարկատիրությունից, որ կամ SCAR-ՍԴ ենք էլի իրեն ասում, եւ որովհետեւ ՍԴ-ի ժամանակ ինքը փորձում է համ ձեռնարկատիրությունը, որը ավելի շատ գումար աշխատելու մասին է, մյուս կողմից սոցիալական նախագծերը ծրագրերը շատ որոշակի խնդիր լուծելու մասին են։ Իսկ այս ՍԴ-ն այդ երկուսի ոնց որ միախումն է, հա, որ ինքը փորձում է այդ խնդիրները ոնց որ բացատրել ու դրան լուծում տալ, բայց դա անել ձեռնարկատիրության միջոցով։ Նու պայմանական այդ կրթական օրինակը որ բերսի, կարող որոշակի հետաքրքիր կրթական վճարովի կենտրոն է ստեղծում, որտեղ այնքան լավ օրինակ արհեստական բանականության ծրագրեր են ոնց որ ուսուցանվում, ձեռնարկատիրություն է ուսուցանվում եւ այլն, որ մարդիկ պատրաստ են դրա համար վճարել ու գալ այդտեղ սովորել, բայց դա որպես կառույց ինքը մնայուն է լինում։ Ոստեղ այլի որ շատ դոնորների ոնց որ առաջնահերթությունը փոխվել էր ուղղակի ծրագրեր ֆինանսավորելուց դեպի ձեռնարկատիրություն կամ սոցիալական ձեռնարկատիրություն, որտեղ ինքը ավելի մնայուն բան է, որ եթե դա աշխատես, դա արդեն մի քանի ամսա կամ մի տարվա բան չէ, լավագույն դեպքում բնականաբար ինչքան շատ այդքան լավ տարիներով այդ ձեռնարկությունը կարող է գործել։ Մյուս կողմից նաև ինչն է հետաքրքիր, որ ոնց որ մենք երկու ստեկ ենք էլի խոսում, որ մի կողմից կան դոնոր կառույցներ կամ օրինակ մեր նման իրականացնող կառույցներ, ովքեր անում են այդ ծրագրերը,
բայց մյուս կողմից էլ կան երիտասարդներ, ովքեր ուզում են դա։ Այսինքն, որտեվ եթե առաջ մենք շատ ենք գնում համոզում, որ եկեք սոցիալական ձեռնարկատվությունը բանական շատ լավ դաշտ է, եկեք մտեք, բան, հիմա հակառակն է փորձում ենք համոզել, որ մի եկեք էլի դաշտ, այն բանը, որ կան են մարդիկ, ովքեր ռեալ հետաքրքրված են դրանով, այսինքն մենք խնդիր չունենք համոզելու, որ ուղղակի այդտեղ շատ քանակի մարդ կան, այլ մեզ պետք են մարդիկ, ովքեր ունեն այդ պոտենցիալ, ունեն այդ ոնց որ ջիղը, ցանկությունները, ու մենք բնականաբար իրենց վրա ոնց որ ներդրում անենք, որ իրենք կարողանան հետո իրենց համայնքին օգնել, հա, որպես առաջնորդ։ Բայց եթե շատ մասնակցեն, ի վերջո ինչ որ մի մասը հասկանալի է, որ դա իրեն է, չի, փորձելու է, ինչ որ բաներ է սովորելու, հետո թողելու է գնա։ Այստեղ գիտեք, իրական այդ կարևոր բան կա, որ նախ հնարավորությունները հիմա մի քիչ ավելի շատ են։ Նույն երբ որ ես, չեմ, տարիներ առաջ մեր համար օրինակ ավելի քիչ էր հնարավորությունները։ Այսինքն երբ որ ինչ հնարավորություն կար, մենք շատ ենք էլի այդ գնահատում ոնց որ sense բռնում ենք էլի, sense փոչից ու փորձում ենք մաքսիմալ իրանից օգտվել։ Հիմա քանի որ հնարավորությունները ավելի ոնց որ շատ են, ու այսինքն երիտասարդները արդեն իրենք են որոշում էլի որ մեկին գնան կամ օրինակ նույնիսկ դեպքերով շատ տեղեր դիմում են, հետո չեն հիշում որտեղ են օրինակ դիմել։ Այս այդքան բնականաբար այդքան լավ փորձը չի, բայց մեր խնդիրը ինչն է, որ իրանք գիտակցեն, այսինքն գիտակցաբար ոնց որ հասկանան, լավ, ես օրինակ այս մի բան ուզում եմ անել, արդյոք իմ կյանքի ոնց որ ժամանակն ու էներգիան ինչ որ sense մի բանի մեջ դնել։ Որտեղ հնարավորությունները բնականաբար, որ մենք ինչ որ ծրագիր ենք ունենում, այդտեղ կա ոնց որ սահմանափակ քանակով մարդկանց հնարավորություն։ Պայմանական չէ, ինչ որ ծրագիր է, որտեղ պետք է մասնակցեն, չեմ, օրինակ 100 հոգի երիտասարդ։ Հիմա երբ որ մենք ստանում ենք մի քանի 100 հնարավորություն, բնականաբար պետք է արդեն ընտեղից ընտրենք։ Մենք ինչ ենք էլի, որ ճիշտ ասեմ, մենք ամեն դեպքում փորձում ենք մաքսիմալ շատ հայտեր ստանալ ու դրա համար որտեվ մի խնդիր էլ կա, որ հիմնականում այն երիտասարդներն են դիմում, ովքեր որ արդեն սովոր են, գիտեն որտեղից այդ հնարավորությունը տեսնեն ու այն երիտասարդը ունի պոտենցիալ, բայց գուցե այդքան ակտիվ չի, հա, այս ոլորտներում չգիտի որտեղից այդ ինֆորմացիան ստանալ, շատ անգամ չի ունենում հասանելիություն հնարավորություններին։ Դա որ մենք փորձում ենք իրական գնալ մարզեր, փորձում ենք ոնց որ հանդիպել, օրինակ հանդիպումներ երիտասարդների հետ կամ փորձել տենց մեկը մյուսին խորհուրդ տալով փորձել ինչ-որ ավելի շատ հայտեր ստանալ, այն իմաստով որ մենք ունենանք շատ ավելի շատ ոնց որ մարդկանց քանակ ու տեղից կարողանանք այն մաքսիմալ որակյալ մարդկանց ընտրենք ու նույնիսկ շատ անգամ այնպես ենք օրինակ գնահատումներ անում, որ այն մարդիկ ովքեր գուցե ամենաուժեղն են, արդեն չեն տարբեր ծրագրերի մասնակցել են, արդեն ունեն հիմնադրված ձեռնարկություններ, բայց եթե մեր ծրագիրը օրինակ ավելի շատ երիտասարդների մասին է, ովքեր դեռ չունեն այդ փորձը, նոր պետք է ստանան, մենք օրինակ նենց գնահատումներ ենք փորձում անել, նենց կրիտերիաներ դնել, որ այն երիտասարդներն ընտրենք, ովքեր գուցե այդքան փորձ դեռ չունեն, բայց ունեն պոտենցիալ, որ կարող են որոշակի լավ բան անել։ Ու այս տեսանկյունից օրինակ նույն EU4U-ը, այսինքն հատկապես ինքը շատ հետաքրքիր էլի հնարավորություններ է ստեղծում, որտեղ կոնկրետ մեր ծրագիրը ուղղված էր ավելի շատ նույնիսկ 14-ից 18 տարեկան էլի երիտասարդներին, ու շատերը մեր գործընկերներից էլ ասում են, որ անիմաստ բան է անում, 14 տարեկան չեմ երեխան, ինչ պետք է օրինակ գնա ձեռնարկություն անի, բայց օրինակ EU4U-ն էլ որ հավատաց գաղափարին ու ֆինանսավորեց ու ունեցանք իրական շատ հաջողություններ։ Համ նախարարությանը շատ հաջող ոնց որ ունեցանք համագործակցություն, մի տարվա խմբակի ծրագիր ձևավորվեց, հետո ձեռնարկ մշակեցինք, էլեկտրոնային ուսուցման հարթակ, ինկուբացիա, այսինքն հա տես կրթական մի քանի ամսյա ծրագիր, որ այդ այդպես ամբողջությամբ մշակեցինք ու բավական շատ էլի, այսինքն մոտ 300-ից ավել երիտասարդներ ընդհանուր մասնակցեցին, վերջում իրանցից մնացին 120 ու հետ ավելի ոնց որ երկարաժամկետ ոնց որ ծրագրեր հա արեցինք, ավելի շատ կրթական ծրագրեր անցան ու նա այդպես հետաքրքիր կոմպոնենտ կար այդ մենթորության հետ կապված նու մենթոր հա, երբ որ ասում ենք, այդ մարդն է, որ ունի որոշակի արդեն փորձ, արդեն որոշակի ճանապարհով անցել է, հիմա ավելի երիտասարդ օրինակ խումբը, որ ուզում է նմանատիպ գործունեություն անել, այսինքն այդ մարդը որ փորձ ունի, որպես մենթոր է լինում, այսինքն օգնում է իրենց, հա, խորհրդատվություն է մատուցում, փորձում է իրենց ձեռքը կոպտեսած բռնել ու այդ ճանապարհով փորձել անցկացնել, հա, այն խնդիրների, ինչ որ ինքն է բախվել, փորձում են հենց այն, որ իրանք չբախվեն իր հաջող փորձից, ոնց որ սովորեն, ու այդ իրականում կարևոր կոմպոնենտներից մեկն է, որ մենք բոլոր ծրագրերում եւս ներառում ենք։ Բայց արդյունքում մենք ինչ արեցինք, որ ունեցանք դպրոցների հետ այդպես ակտիվ համագործակցություն, որ պատկերացնեք այտենց ուղղակի էլի մոտ 100-ից ավել ոնց որ դպրոց էր դիմել, նախնական 15 հետ ենք աշխատել, հետո վերջնական 6 դպրոց ենք ոնց որ ընտրել ու այդ դպրոցների արդեն աշակերտական խմբերի հետ ենք աշխատում։ Ու արդյունքում ունեցանք, այսինքն նաև ունեցանք ձեռնարկություններ, ինքը նոր մոդել էր, որ կոչվում էր աշակերտական սոցիալական ձեռնարկատվություն, երբ որ արդեն դպրոցի աշակերտները իրենց դպրոցի, չգիտեմ, էլի գուցե ինչ որոշակի ուսուցչի նաև օգնությամբ ստեղծում են ձեռնարկություն, որ համ իրենց դպրոցի խնդիրն են լուծում, համ իրենց համայնքի խնդիրն են լուծում, համ գումար են աշխատում ու նաև իրենց աշխատած գումարով էլ որոշակի մասը նույնիսկ կրկին սոցիալական որոշակի ծրագրեր են անում։ Ու տենց շատ տարբեր էլ իրականում օրինակներ ունենք, չեմ գուցե հետո
կպատմեմ իրականում մասին։ Նկարեցինք էլ տղաներից մեկին, որը ձեր շահառուներից էր ու դպրոցում շատ ակտիվ գործունեություն էր ծավալում ու արդեն մենթորություն էր անում, մեզ համար էլ էր այդպես շատ հետաքրքիր էր տեսնել, որ դպրոցը նույնիսկ չէր ավարտել, բայց ինքը արդեն բավականին ակտիվ գործունեություն էր ծավալում ու շատ հրաշալի էր, շատ sense հիացնող էր իր վստահությունը։ Ինքը շատ վստահ էր իր կարողությունների ու իր ապագայի նկատմամբ, ինքը գիտեր ինքը կգնա, բանակը գնալու, գալու է այս անելու են, այսինքն շատ վստահ էր ինքը իր ապագայի նկատմամբ, ինչը հիացնող էր։ Ես մի հարց էի ուզում տալ ձեզ կապված երիտասարդների դերի հետ։ Սովորաբար նմանատիպ ծրագրերում շատ ներգրավվածությունը շատ է կարևորվում ու ինչպես երիտասարդներին այս սովոր են, չէ՞, հայ իրանց համար անում են, աջակցում են, չգիտեմ, EU-ի ծրագիրն է աջակցում, մյուսը աջակցում են, այլ ինչպես այդ աջակցություն ստացողից դարձնել գործողություն կատարողի, պատասխանատվություն ստանձնողի, հա, որ դու պատասխանատու ես քո ծրագրի, քո պրոյեկտի համար, ի վերջո տարբեր էտապներով մինչև հասնենք, որ դու պատասխանատու ես քո պետության համար։ Շատ լավ, իրականում Աննան էլ դա շատ կարևոր բան ասաց էլի իր խոսքի մեջ, որ ասում էր, ոնց որ պետք է երիտասարդներին զինենք, որպեսզի իրենք կարողանան իրենց խնդիրները լուծել։ Այսինքն այն իմաստով, որ իրականում էլի, այսինքն աջակցության ծրագրերի գլխավոր նպատակը պետք է լինի ոչ թե իրենց տեղը որոշակի բան անել, այլ հակառակ իրենց օգնել, որ իրենք կարողանան իրենց խնդիրները ոնց որ լուծել։ Այս տեսանկյունից դրա համար մենք օրինակ էլի նույն մեր ծրագրի ժամանակ միշտ այդ պատասխանատվությունը թողնում ենք երիտասարդների վրա։ Օրինակ նույն ունենք որոշակի դպրոցներ, որ արդեն որոշակի գաղափար ունեն։ Ասում են, որ մենք ուզում ենք մեր դպրոցում այսպես ձեռնարկություն ստեղծվի։ Մենք ասում ենք, չէ, մի րոպե, այդ ոնց որ դու կարաք այդ առաջարկեք երիտասարդներին, բայց իրանք պետք է այդ որոշեն։ Արդյոք այդ իրանք ուզում են անել, թե չեն ուզում անել։ Ու իրականում գաղափարների մեծ մասամբ դեպքում փոխվել են։ Այսինքն որտեվ այն խնդիրը ինչ որ մեծահասակներին թվում էր որ կարևոր է ու լավ կնի որ երիտասարդները դրանով զբաղվեն, բայց երիտասարդները չեն ուզում դրանով զբաղվել, այլ բանով են ուզում զբաղվել։ Ու մենք ոնց որ միշտ փորձում ենք ոնց որ այդ պատասխանը դնել իրենց վրա, որ իրենք ոնց որ կարիքներ վերլուծեն, իրենք ընտրեն այդտեղից որոշակի խնդիր։ Բնականաբար այդ ընթացքում որ խոսում ենք մենթորներից, խոսում ենք էքսպերտներից, դասընթացավարներից, ովքեր օգնում են այդ process-ում, բայց ամեն դեպքում իրենք պետք է այդ որոշում կայացնողը լինեն։ Մի բան լինի, որ իրենց ռեալ հետաքրքիր է, ռեալ մոտիվացված են, ուզում են այդ որոշակի բանը անել։ Ու մենք այդ ճանապարհին արդեն ոնց իրենց վրա ենք թողնում, բայց օգնում ենք, այսինքն բնականաբար եթե գիտենք ինչ-որ խնդրի պետք է բախվեն, փորձում ենք այդ բանին օգնել, գիտենք ինչ-որ օրինակ պետք է ընկերություն ոնց որ հիմնադրեն, ունենք չեմ հարկային ենթադրենք խորհրդատու իրենց այդ process-ում օգնում է, պետք է վաճառք անեն կամ ինչ-որ պետք է ինչ-որ Instagram page բացեն, տեղով գովազդ միացեն, ունենք էքսպերտ, որ այդ բանին օգնում է, այսինքն իրենք ամեն քայլին գիտեն, որ մենակ չեն, բայց նաև իրենք գիտեն, որ իրենք պետք է ոնց որ դա անեն, իրենք հա կստանան աջակցություն, բայց մենք իրենց տեղը չենք անում, մենք չենք վերցնենք իրենց համար page բացենք ու այդտեղ գովազդ միացենք, դա իրենք պետք է անեն, այսինքն միտքն է, որ իրենց վրա թողնել այդ ամբողջ նախաձեռնականությունը, բայց մյուս կողմից նաև մենք որպես իրականացնող պետք է նենց սիստեմը, հա, նենց ոնց որ մեխանիզմ մշակենք, որ երիտասարդները իրոք այդ process-ով անցնեն, համ իրենք ոնց որ վստահություն ձեռք բերեն, համ չվախենան սխալվելուց, համ իմանան, որ ոնց որ իրենց կողքին ենք, բայց արդյունքում իմանան, որ իրենց վրա այդ պատասխանատվությունը, որ իրենք պետք է արդյունքում անեն, եթե ինչ-որ խնդիր է, իրենք են պատասխանատու, եթե ինչ-որ լավ հաջողություն է, իրենք են դրանից ոնց որ օգտվում, մենք էլ իրենց զուտ կողքին ենք ու այդ process-ում իրենց օգնելու ենք։ Շատ լավ, շնորհակալություն։ Փորձենք ամփոփել ու հարցերը, որ երկուսիդ կուղեմ հիմա, քանի որ խոսում ենք երիտասարդների պատասխանատվության, մյուս կողմից գնանք։ Ինչքանով է պետությունը երիտասարդներին տեսնում ոչ թե միայն շահառուներ, այլ ապագան ձևավորող իրական դերակատարների։ Եթե նայում ենք փաստաթղթերով, հա, երիտասարդության մասին այս պահին մեր արկա օրենսդրական դաշտը ինքը սահմանում է, որ մենք սկզբունքը մեր աշխատանքի պոզիտիվ զարգացումն է, դրական զարգացումը։ Ինչ է դա ասում, որ մենք ընդունում ենք երիտասարդի որպես ունակ սուբյեկտի կարգավիճակը եւ ոչ թե տեսնում ենք երիտասարդին որպես պրոբլեմ ստեղծող խումբ կամ սոցիալական խումբ, որի խնդիրները պետք է լուծել, այլ հակառակը մենք տեսնում ենք, դիտարկում ենք երիտասարդին որպես խումբ, որը ունի ամենամեծ պոտենցիալը ներուժը եւ մեր դերակատարումը տեսնում ենք իրենց աջակցելու մեջ, ոչ միայն որ իրենց խնդիրները լուծեն, այլ նաեւ որպեսզի իրենք լուծեն համայնքի եւ իրենց հասակակիցների, իրենցից փոքրերի ու մեծերի խնդիրներ եւ ավելի լավ ապագա ստեղծեն իրենք ինքները իրենց համար։ Եթե այդպես սկզբունքային առումով դա մեր մոտեցումն է, որտեղ ընդհանրապես աշխարհում երիտասարդական քաղաքականության կան այդ երկու
այսպես մոտեցումները ու ես շատ ուրախ եմ, որ մենք Հայաստանում գալիս ենք կոնսենսուսի այդ հարցի շուրջ, որ այո, երիտասարդը Հայաստանի շատ ընդունակ է, շատ հետաքրքրասեր է, շատ հետաքրքիր սերունդ է, հատկապես դեռահասները այսօրվա պատանիները, իրենք շատ արագ ադապտանում են նոր փոփոխություններին, շատ հեշտությամբ կարողանում են օգտագործել տարբեր գործիքներ, որոնք իրենց կյանքը ուրիշների կյանքը լավարկում են, եւ եթե ունենան բավարար աջակցություն, իրենք կարող են եւ պետք է լինեն այդ դերակատարները փոփոխությունների։ Այստեղ մի շատ կարեւոր երևի հանգամանքը մեծահասակների, հանգամանքն է, որ իրենք տեսնեն երիտասարդների, իրենք տեսնեն այդ գործընկերներին, որտեղ այդ խոսույթը, որ երիտասարդները մեր ապագան են եւ այլն, ինքը իրականում դրական խոսույթ չէ։ Երիտասարդները մեր ապագան չեն, երիտասարդները հիմա կան, հետեւաբար երիտասարդները ներկայում են եւ իրենք այսօր էլ կարող են ինչ-որ բան անեն։ Եթե մենք նայում ենք, իրենք մի քիչ ավելի հավակնոտ են, իրենք ավելի համարձակ են։ Գուցե ռիսկերը այդքան շատ չեն կարողանում գնահատել, բայց նույն ձեռներեցության մեջ դա վատ բան չի, որ ինքը այնքան շատ չմտածի ռիսկերի մասին, որ ի վերջո որևէ բան չփոխի։ Իրենք ուղղակի այդ աջակցության կարիքը կա եւ ես կարծում եմ, որ մենք բոլորս եւ որպես քաղաքացիական հասարակություն եւ պետությունն ու համայնքները պետք է այդ միջավայրը ստեղծենք, որտեղ Սուրենը սկզբում էլ խոսքի ասեց, երիտասարդը չվախենա թեկուզ սխալվել, ապահով միջավայրում ինչ-որ բաներ փորձարկել, իսկ մենք պետք է այդ ապահովությունը եւ փորձարկման միջավայրը ստեղծենք։ Մնացածը իրենք ինքները կանեն։ Ես մի քանի օր առաջ Գեղակերտ գյուղում երիտասարդական տարածքի բացման էի մասնակցում եւ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը հարցրեց երիտասարդներին, թե օրինակ դուք ինչ աջակցության կարիք ունեք, որ մենք ինչով կարող ենք ձեզ օգնել, որ ձեր պոտենցիալը ամբողջությամբ օգտագործեք։ Շատ հետաքրքիր պատասխան տվեց մի 14-15 տարեկան աղջիկ, ասում էր իրականում մեզ ուղղակի պետք չի խանգարել, պետք է վստահել, հավատալ եւ մենք գիտենք մենք ինչ ենք ուզում։ Եթե այդ վստահությունը զգան, իրենց ինքնավստահությունը այդ վստահությունով բարձրանում է երիտասարդների եւ իրենք սպունգի նման են, ինչքան շատ բան մենք կարողանանք այդ տարիքում տանք իրենց վերցնում են, ուղղակի մնում է իսկապես երբեմն չխանգարելը, դրական միջավայր ստեղծելը եւ որ իրենք իմանան, որ իրենց կողքին կան տարբեր ոլորտներում փորձառություն ունեցող մարդիկ, ում իրենք կարող են ազատորեն դիմել եւ ստանալ իրենց գաղափարների, հետաքրքրությունների բավարարմանն ուղղված աջակցություն եւ խորհուրդ։ Փոքր ավելացում էլի, նայ ուզում ասել, որտեվ օնականը շատ կարևոր բան նշեց, այդ երիտասարդներին էլի ոչ թե որպես շահառու դիտարկել առաջնային, այլ հենց առաջնային որպես գործընկեր, որտեղ նույն մեր դեպքում է, այսինքն մենք ուզում ենք համայնքը զարգանա, ուզում ենք զարգացում լինի, խնդիրներ լուծվեն ու երիտասարդը իրականում մեր համար գործընկեր է, ում հզորացնելով այդ խնդիրը կարողանում ենք լուծել, այսինքն ինքը մեր համար շահառու չէ, որ մենք իր համար ենք մենակ մի բան անում, այլ մենք երկուսով որոշակի մի բան ենք անում։ Իմ կարծիքով ստեղ նաև այդ կարող է հենց մեծահասակների էլի, ոնց որ աննշում էր, նաև իրենց մտածելակերպի փոփոխությունը, որտեղ նույն օրինակ այդ մեր EU4U երբ որ արեցինք, դրանից հետո շարունակություն որպես նույն մեր CVP-ի, հա, գործընկեր կառույցը էլի ֆինանսավորեց, որ մենք այդ տրեյներների տրեյնինգներ անենք, էլի, այսինքն մենք ինչ արեցինք, նախ այդ երիտասարդական կենտրոնները որ կային, այդ պահին 19 էին նախարարության կողմից էլի, նաև ոնց որ աջակցված ու տեղից ոնց որ համակարգողներ կամ երիտասարդական աշխատողներ, որպես մի խումբ, ու երկրորդ խումբն էլ արդեն էլի մոտ 20 հոգանոց ուսուցիչների ու դասախոսների խումբ էլի դպրոցներից ու քոլեջներից, ու մենք ոնց որ փորձում ենք իրենց հետ էլի աշխատել, որ իրենք որպես սոցիալական ձեռնարկատվության կրթողներ հզորանան, որպեսզի կարողանան նաև ուրիշներին կրթել։ Այսինքն ստեղ այդ բանն էլի, որ երիտասարդները մենակ մեր ապագան ուսանանշում էր, այսինքն իրական էլ ինքը գործընկեր են, բայց այդտեղ երկու տեղ ոնց որ աշխատանք կան, հա մենք մեծահասակներս պետք է ոնց որ զարգանանք, մենք պետք է փորձենք օրինակ սովորեցնում ենք սոցիալական ձեռնարկատվություն, մենք է փորձենք օրինակ որոշակի փորձ պրակտիկ այդտեղ հավաքենք, փորձենք մենք փոխվենք, փորձենք մենք ավելի ինովացիոն մտածենք, ճկուն ձև մտածենք, չեմ AI-ի մասն ենք խոսում, մենք կարողանանք այդ լավ օգտագործել ու բնականաբար այդ միջոցով կարողանանք նաև հզորացնել երիտասարդներին ու որպես գործընկերներ որոշակի հետաքրքիր բաներ միասին անենք, էլի։ Այդ իմ կարծիքով այս հետաքրքիր փոփոխություն կարա լինի, որ շատ որակ կարա էլի փոխի տարբեր ծրագրերում։
Շնորհակալություն։ Եկեք մի խորհրդով ամփոփենք, քանի որ երիտասարդները երբ որ ակտիվ մասնակցում են, իրենք ավելի ակտիվ են լինում, ավելի, այսպես կողմնորոշված են լինում, այդ անորոշությունը չի լինում իրենց մոտ, բայց մի հատ շատ մեծ զանգված ունենք երիտասարդների, որոնց մոտ անորոշություն կա իրենց ապագայի հետ կապված, ինչ խորհուրդ կտաք այդ երիտասարդներին։ Խորհուրդ տալը շատ անշնորհակալ գործ է եւ երիտասարդներին խորհուրդ տալը իմ կարծիքով նաեւ ինչ որ առումով ազնիվ չէ, որովհետեւ որպես մեծահասակներ կարծես մենք գիտենք բոլոր պատասխանները։ Ինձ թվում է ես ավելի շատ խորհուրդ կտայի երիտասարդների հետ աշխատող մարդկանց, որ մի կողմից շատ բնական վերաբերվեն այդ անորոշությանը, բոլորս ապրում ենք հիմա շատ արագ փոփոխվող անորոշ աշխարհում եւ երիտասարդների համար միանշանակ շատ ավելի դժվար է, քան մեծահասակների, որտեղ են կենսափորձը չի թույլ տալիս իրենց պատկերացնել ինչպես կարելի է այդ անորոշության մեջ ավելի արագ ադապտանալ, բայց ես ավելի շուտ խորհուրդ կտայի հենց երիտասարդների հետ աշխատողներին, երիտասարդական աշխատողներին, ուսուցիչներին, ինչու՞ չէ նաև մեծահասակներին, ծնողներին, ընտանիքի անդամներին ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդը ինքը կկարողանա փորձարկումների հնարավորություն ունենալ, կկարողանա տարբեր բաներ փորձերի վերջո գտնելու համար եւ շատ մեծ ճնշում չգործադրենք, որ հենց այսօր պետք է մասնագիտություն ընտրես, հենց վաղը պետք է բիզնես սկսես, 4 օր հետո պետք է ընտանիք կազմես եւ այլն, այլ իսկապես թույլ տանք երիտասարդին ինքը տարբեր դրական փորձառություններ ունենա, այդ փորձառությունները անի չդատապարտվող, չգիտեմ, judgment free անգլերեն ոնց կլինի, առանց քննադատության միջավայրում, որպիսի կարողանա գտնի իր հոգու համար, իր համար հարազատ ինչ-որ մի զբաղմունք եւ ապագայի հնարավորություն, ու նաեւ չմոռանանք բոլորս էլ, որ այնքան արագ է փոխվում աշխարհը, որ ապագան ոչ մեկ չգիտի ինչպիսին կլինի նաեւ մեզ համար, ու որ մի անգամ չենք անում այդ ընտրությունը ապագայի, անում ենք անընդհատ, ուղղակի պետք է զարգացնել հմտությունները ու մշտապես մնալ այսպես հետաքրքրասեր ու միշտ սովորել, իմ կարծիքով դա է, բայց երիտասարդներից առաջ խորհուրդ կտամ, որ դա անեն մեծահասակները, որտեղ երիտասարդները նայում են մեծահասակներին ու սովորում են նաև իրենցից։ Իրական ոնց որ հատկապես ձեռնարկատիրություն չէ, որ մենք ասում ենք, ինքը հենց ձեռնարկել բառից էլի, նաև գան ինչ-որ բան անել, ինչ-որ բան սկսել, իմ կարծիքով այդ ամենակարևոր բանն էս մեկն էլի, որ խորհուրդ կտայի, որ ռեալ որոշակի բան անեն էլի, այսինքն առաջին քայլը էլի, որ անեն, որտեղ շատ անգամ երիտասարդներ կապ չունեն, ունեք ուզում են արհեստական բանականության գործիքներ սովորեն, ուզում են ձեռնարկություն սկսել, ուզում են ինչ-որ քրթական ծրագրի մասնակցել, շատ անգամ այդ հետաձգվում է, լավ, հետո կանեմ, երկու շաբթի կանեմ, մյուս ամիս կանեմ, մի տարի հետո կանեմ, բայց եկամ ամենակարևոր ոնց որ հարցն է, ունեք այն ամենապուճուր բանն էլի, ամենափոքր քայլը որն է, որ ես հենց այսօր կարող եմ անել, ոչ թե վաղը, ոչ թե մյուս օրը, այլ հենց այսօր։ Ու նույնիսկ ձեռնարկություն, եթե մարդը օրինակ ուզում է բիզնես դնել, ինքը միշտ մտածում է, հա, պետք է ինչ-որ մեծ բան լինի, պետք է լիքը փող ունենա, որպեսզի բան անի, բայց այդտեղ էլի գաղտնիք հիմա այնքան է փոխվել աշխարհը, որ այնքան է փոփոխվում, մենք անդադ շարժի մեջ է, ու մենք էլ կոպտասած sense ասում կաշու պետք է վազես, որպեսզի տեղում էլի ոնց որ կանգնես, որտեղ որ ուղակի թեկուս կանգնած ես ոչ մի բան չես անում, ինքը տենց ոնց որ կանգնած չես, էլի դու ոնց որ անդադ հետ ես գնում, որտեղ աշխարհն է արագ գնում էլի, ոնց որ առաջ։ Միտքս այն է, որ ռեալ ոնց որ անեն էլի, այսինքն նախ չվախենան, փոքր ինչ եմ անդադ շեշտում էլի փոքր բան, որտեղ նաև շատ ապահով է, թե դու ունես մեծ գաղափար, բայց դրա փոքր տարբերակով ինչ-որ մի հատ բան ես անում, չեմ ուզում ես ինչ-որ լավ թխվածներ լիքը թխես, հա ինքը կարող է բիզնես է, պետքա գնաս սարքավորումներ առնես, պետքա թիմ ունենաս, պետքա չեմ սնդի անվտանգության ինչ-որ բան հանես, լիցենզ եւ այլն, բայց օրինակի համար էլի պիլոտային վերցնել, չգիտեմ, մի հատ ինչ-որ թխված սարքել, փուճուր ինչ-որ մասերի բաժանել կամ ինչ-որ փոքր թխված պատրաստել ու փորձել օրինակ այդ ցույց տալ մարկանց իրենք փորձեն որոշակի ինչ որ կարծիք ասեն դրա մասին, դրա վրա փորձես բարելավել, այսինքն այդ այն ամենապուճուր քայլն է, որ հա ռիսկ է, կարող սարքես լավը չլինի, բայց դու դե շատ բան չես կորցնելու, մի քանի հազար դրամ օրինակի համար, հա ինչ որ մթերք ձեռք բերելու համար, բայց միտքն է որ այդ փոքր քայլը իրենք դա հիմնական գաղտնիքը ձեռնարկացում է, որտեղ մի քայլ անելով դու փոքր անում ես, մեկը տենում ես որ ժամանակի ընթացքում արդեն մեծ բան դառավ, ու այդ մեծ բան դառնալը, այսինքն փոքր քայլերի իրականում հավաքական ամբողջությունն է, բայց այդ փոքր քայլերն է պետք է զուտ անել, էլի ամենապուճուր քայլը սկսելով իրականում ինչ են ասում, առաջի քայլը գործի կեսն է, որտեղ մարդը օրինակ ինչ-որ միտեղ կանգնած է, ինքը մի քայլ անում է, արդեն իսկ որոշակի նոր իրավիճակի մեջ է լինում։ Ինքը մինչև այդ մտածում էր ինչ-որ բիզնես անելու մասին, մենք մի հատ փոքր քայլ արը, ինքը արդեն բիզնես անելու process-ի մեջ է, իսկ այդ ոնց որ շատ հսկայական էլի տարբերությունը։ Այսօր ուղղակի առաջին քայլը անել, ուղղակի սկսել ու այդ պրակտիկան շատ ավելի շատ էլի
ուսուցողական ուսորելու հիմք հանդիսանալու, քան շատ դասընթացներ, շատ գրքեր կարդալ կամ շատ բան։ Դրանք էլ են կարևոր, բայց գործելը շատ ավելի կարևոր է։ Շատ լավ, շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար, շնորհակալություն ձեր աշխատանքի համար ու ձեր փորձը պատմելու, այսպես հանրայնացնելու համար։ Շարունակենք աջակցել երիտասարդներին եւ հզորացնել մեր ներկան եւ ապագան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։